շրջանում դատական գործերը կամ վերաքննիչ դատարանում շատ հաճախ նույնիսկ քրեական գործերով քաղաքացիական գործերն արդեն անցել են գրավոր ընթացակարգով, նաև քրեական գործերն են գրավոր ընթացակարգով քննվում։ Ինչ խնդիրներ է սա պարունակում իր մեջ։ Գրավոր ընթացակարգով գործերի քննությունը ունի ինչպես իր դրական կողմերը, այնպես էլ իր բացասական կողմերը։ Համակարգը գրավոր ընթացակարգով սկզբնական շրջանում նախ փորձարկվեց կամ ներդրվեց քաղաքացիական, հետագայում վարչական գործերով, այնուհետև նաև քրեական գործերով։ Քրեական գործերով առավելապես մեր կազմակերպությունը բնականաբար մեզ ավելի շատ հանդիպում է քրեական գործերով այդ խնդիրները։ Առայժմ մինչ այս պահը կիրառվում է միջդատական վարույթի գործերի շրջանակներում քննությունները, բողոքները եւ հատուկ վերանայման գործերով։ Եթե չեմ սխալվում, քրեական դատավարության օրենսգրքի 5 թե 6 գլուխներով նախատեսված գործերը իրականացվում է գրավոր ընթացակարգով։ Սա նպատակն է, որ գործերի քննությունը ավելի արագ կազմակերպվի, իրականացվի։ Պիտի նշեմ, որ դեռևս այդ արդյունավետությունը մենք չենք զգում, աշխատանքի մեջ չենք զգում։ Մյուս կողմից շատ հաճախ գրավոր ընթացակարգերի կիրառման ժամանակ հատկապես նկատելի է հատուկ վերանայման բողոքներ, օրինակ խափանման միջոցների գործերով, վերաքննիչ բողոքների պայմաններում, երբ գրավոր ընթացակարգով է իրականացվում եւ դատավորը չտեսնելով կալանավորին կամ խափանման միջոցի ենթակա այն անձնավորությանը եւ նաեւ փաստացի չլսելով դատավարության կողմին ընդհանրապես ստացված նյութերով որոշում է կայացնում։ Որքան էլ որ դատավորը լինի պրոֆեսիոնալ, հմուտ, արհեստավարժ, միևնույնն է անձի ներկայությունը եւ նրան մեկ անգամ լսելը կամ տեսնելը շատ ավելի արժեքավոր կարող է լինել, քան վարույթի նյութերը։ Այս առումով կարծում խնդիր ունենք։ Իսկ հիմա քրեական դատարանում քննվող գործերով վերաքննիչ ատյանում եւ վճռաբեկ, վճռաբեկ ատյանում արդեն բոլոր վարույթներն են գրավոր ընթացակարգով, նախատեսվում է նաեւ օրենսդիրը նախատեսում է նաեւ ըստ էության գանգատների քննությունը վերաքննիչ ատյանում եւս իրականացնել գրավոր ընթացակարգով։ Մեծ հաշվով, եթե այս տրամաբանությամբ է շարժվելու պետությունը դատական իշխանության կառուցակարգի առումով, ապա այլևս մեծ պետք չի երրորդ ատյան, որովհետև երրորդ ատյանը վճռաբեկատյանը շատ վաղուց գրավոր ընթացակարգով է աշխատում։ Հիմա եթե գրավոր ընթացակարգով նաեւ երկրորդ ատյանն է աշխատելու, երաստիճան դատական ատյանը շատ վաղուց թեև արդեն սպառել էր, հիմա եւս կարելի է ընդհանրապես երկու ատյաններով սահմանափակվել։ Եթե արդյունավետության տեսանկյունից ենք նայում, ապա դեռևս շոշափելիորեն մենք դա չենք նկատել։ Ես կարծում եմ խնդիրը հետեւյալի մեջ է։ Բոլոր իշխանությունները ընթացակարգերի վիրահատական միջամտություններ են կատարում։ Միայն ընթացակարգերի որևէ իշխանություն թույլ չի տվել իրեն, այսօրվա իշխանությունը նախկինների նման իրեն թույլ չի տվել միջամտությունը իրականացնել բովանդակային մասով, երաշխավորելու արդյունավետությունն ու արդար դատաքննությունը։ Այսինքն հենց ինքը իշխանությունը գործադիրը չմիջամտի դատական process-ներին։ Սա թողել են մի կողմ եւ հանրության անդադ կերակրում են ընթացակարգը փոփոխելով։ Մենք հասկանում ենք, որ դրանով խնդրի լուծում չի լինելու եւ կարելի է եւ ողջունել եւ չողջունել թերությունները մատնանշելով, բայց պետք է մի բան արձանագրենք։ Գրավոր ընթացակարգը ունենալով իր առավելությունները, այն չի լուծում արդար դատական քննության իրավունքը։ Երբ ինքը այս նպատակին կծառայի, ապա մենք կարող ենք ասել, որ դա այդպիսին է, բայց այսօրվա գործող կառուցակարգերը եւ առաջկամ նախատեսող կառուցակարգերը ընդհանրապես չեն հետաքրքրում, նաեւ օրինագծերի նպատակներում է դա դրված, դատարաններում գործիքնության ժամկետի կրճատմանն է վերաբերում, դատավորների աշխատանքի ծանրաբեռնվածության նվազմանն է վերաբերում, որևէ հիմնավորում մենք չենք տեսնի, որ ասեն, որ անկախ դատարանի կայացման համար է սա արվում։ Այս խնդիրը լուծելու դեպքում, ապա ցանկացած ողջամիտ մարդ, իսկ փաստաբանները առավել եւս 2-0 միայն կողմ կարող են լինել։